տեսնի հասկանա, չգիտեմ, դա մտածածին է անում, թե մեկը նրա էությունը դա է, մտնում է, ասենք, եկեղեցի, ինչ ես մտնում եկեղեցի։ Դու գիտես, որ դու չարք ես, եւ մարդիկ էլ գիտեն, որ չարքապատկան ես, դու վեհապարին չես ընդունում, դու հոգեվորականները, որոնք Չգիտես ինչի վեհապարի միայն վերանորոգած ու կառուցած եկեղեցիներն ա գնում։ Բայրանը ոնց է դա։ Եվ մարդը տեսնում են, որ չարքապատկան է, թվում է եւ այո, հավատավոր մարդիկ միանգամից ասում են, այն կողմ գնա մի կին ասում է, ինձ հանկարծ չկպնես, այսինքն դրա վիրավորանքի են աշճանն է, որ սրա կպելը կարող է ամբողջ կյանքում իրեն համարի պղծվեց։ Ուրեմն հասել ենք այդտեղ եւ մյուս պարագաներում էլ ինչ ձեռնարկել են, տեսեք ասֆալտների մասին, որ սրանք խոսում էին, հրճվում էին, ասֆալտը լավ բան է, սա այնա, այս ասֆալտը գիտեք ինչով էր լավ բան, որ կարող է հայերի մեքենաները ջարտոտի, ավտովթարի ենթարկի եւ մերտական անգամ ծաղրի եւ ասերա դուքով եք որ ասֆալտ ունենաք եւ ես նրանց հետ չեմ վիճի, որտեւ իրոք ԿՊ-ին ընտրողները ինչ իրավունք ունեն նորմալ ասֆալտ ունենան, երկիր ունենան, բանակ, ստե պետք է մի ընդհանրապես խումբ կամ չգիտեմ գվարդիա, որը կպաշտպանի այս լափող ցրթողների բարագլուխներին, սրանց կպաշտպանի եւ մնացածը որպես ստրուկներ կմնաք այնքան, մինչեւ կհաջողացնի իր շատ սիրելի ադրբեջանցիներին բերի Հայաստան եւ արդեն վերջնականորեն ասի տեսեք ինչ նոր տներ էինք ձեր համար սարքում, այս հարիֆներին թվում էր թե իրենց համար ենք այդ ամեն ինչը անում, բայց մեր եղբայրները դուք եք։ Ձեզ համար է այս ամեն ինչը եւ պիտի կարողանան այո հայերին դուրս անել Հայաստանից, ինչը որ անում են բարբերաբար։ Գիտեք, ես չեմ ասում, թե այնպես մի սքանչելի կյանք է եղել, մեր անկախության ամբողջ շրջանը իսկապես դժվարին հատված է եղել։ Հիշեք, երկրաշարժը նախորդեց եւ դրանից հետո անմիջապես եւ զուգահեռ մարտեր եւ էլի արյուն, բայց կազմակերպվածությունը տեսեք ինչ կատարվեց։ Մենք դարերից հետո կարողացանք վերջապես ունենալ ազատագրված տարածքներ, պատմական, հայկական տարածքներ ունեցանք այդ հաղթական ոգին, ունեցանք ծնկած թշնամի, որը ընդունեց, որ այլևս Արցախը իրենը չէ, եւ հերը եւ տղեն, բայց եկավ մեկը, ով որ ուրեմն լրիվ երկրի հակառակ կողմից էր, այսինքն այն ինչ կատարվել էր, այն ինչ աստվածային էր, մերժելի էր։ Արձաններին սիրահարվողին մերժելի էր նրան, ով որ ոտի էր կանգնում կամ նստակյաց կամ գուցե պարտկած բոզերի կենաց էր խմում եւ դա երկրի վարչապետ է հետո դառնում, հասկանում եք ինչ պետք է լիներ երկիրը, պետք է կանգներ կե, բա հերոսների կենաց չի խմելու, արա, այս ողորմելի դիշովկեն, սրանք ով են, սրանց հələ ապրած են նայեք, որ հելում են բառեր են ասում, կլոնություններ են անում, այդ կլոնությունները մի հատ դեմ տվեք, ասեք լավ հասկացանք, լավ կլոուն եք, լավ ցիրկաչն